Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ 168-ի YouTube-յան էջում երկու ճակատ ոդկասթի 85-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել եւ վերլուծել շաբաթական լրահոսը։ Դա անում ենք մեր գործընկեր Pantera Security մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, մի ընկերություն, որը տասնամյակների փորձառություն ունի եւ շարունակում է մատուցել բազմապիսի ծառայություններ, կապված եւ հեռավար եւ իրական ժամանակում ու տարածության մեջ ձեր ընտանիքի անդամների անվտանգության ապահովման պահնորդական ծառայությունների մատուցման, ձեր բնակարանի առանձնատան, այլ գույքի ուղեկցման, փոստի անվտանգության, կենտրոնացված տեսահասկման, VIP տիկնապահների եւ բազմապիսի այլ ծառայությունների տրամադրման իմաստով։ Առավել մանրամասն տվյալների համար կարող եք այցելել Pantera.am կայք կամ զանգահարել 537850 հեռախոսահամարով։ Բնականաբար այսօրվա մեր թողարկումը պիտի նվիրենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին եւ պետական այն գրեթե զրոյական արարողակարգին, որն ուղեկցվեց այս միջոցառման ամբողջ ընթացքում այս վարչախմբի ներկայացուցիչների կողմից։ Մեծ հաշվով որևէ տարբերություն չկար։ Էրդողանն է իր ամենամյա հիշատակումը անում եւ Պոլսոհայոց պատրիարքությանը ուղերձեղում, թե Նիկոլ Փաշինյանն է վաղ առավոտյան մի քանի րոպեով բարձրանում Ծիծեռնակաբերդ եւ ուղերձեղում, որտեղ ընդամենը մեկ անգամ ամենասկզբում օգտագործում է ցեղասպանություն բառը, որևէ համատեքստի մեջ չդնելով, Թուրքիա բառը չասելով, Թուրքիա պետության անունը չտալով, զոհերի թիվ չմատնանշելով, ցեղասպանության հետևանքների մասին չխոսելով, այլ երկրորդ պարբերությունից սկսած իրական Հայաստանի սահմանազատման եւ այդպիսով ցեղասպանության դեմ իբր պայքարելու կամ ցեղասպանության հետևանքները հաղթահարելու իր տրամաբանությամբ պետություն կառուցելու մասին ուղերձ։ Ընդ որում այս շարքը պիտի հիշենք, որ սկսվել էր դեռևս ամիսներ առաջ, այս տարեսկզբին նրա Շվեյցարիայում, Գերմանիայում եւ Միացյալ Նահանգներում հայ համայնքների կասկածելի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ, երբ նա ճիշտ է ուղղակիորեն չժխտեց հայոց ցեղասպանության իրողությունը չի ել կարող, բայց ավելի վատ բան արեց։ Սկսեց տրամախոսել, փիլիսոփայել, թե ինչու տեղի ունեցավ ցեղասպանությունը, ով էր մեղավոր դրա համար, այդ ինչ պատմական հանգամանքներ էին ձևավորված, ինչու շրջանառության մեջ մտավ ցեղասպանություն արտահայտությունը եւ նրա ակնարկն այն էր, որ խորհրդային 50-ական թվականների իշխանությունները դա դրին շրջանառության մեջ իբր տարածքային պահանջներ ձևակերպելով Թուրքիայի նկատմամբ եւ ահա հայ ժողովուրդը այդտեղ օգտագործվեց որպես գործիք։ Եվ ես եւ դու բազմիցս այդ մասին խոսել ենք, որ եթե օրինակ Իսրայելում ոչ միայն որևէ պետական պաշտոնյա, այլև որևէ քաղաքական գործիչ էապես տարբերվող օրվա իշխանությունից կամ ընդունված մեյնսթրիմից փորձեր կասկածի տակ դնել կամ նսեմացնել հրեից ողջակիզման հոլոքոստի արժեքը եւ նշանակությունը իրողություն լինելու փաստը, նա ֆիզիկապես ուղղակի կոչնչացվեր հրեա ժողովրդի կողմից րոպեներ անց։ Այսինքն անհնար է պատկերացնել, որ Իսրայել պետությունում կամ համաշխարհային հրեական համայնքում գտնվի գետ մեկը, որը նման մակարդակի կասկածներ, ցնորամտություն եւ զառանցանք հայտնի հայոց ցեղասպանության պատմական իրողության հետ կապված։ Դու մատ հետաքրիր մի քանի դրվագներ միանգամից համադրեցիր քո բացման խոսքում, արարողակարգ, ուղերձներ, բովանդակություն եւ քաղաքականություն ցեղը։ Արարողակարգի մասով ճիշտ ասած մի քիչ համաձայն չեմ քեզ հետ, որովհետեւ մի արարողակարգային մեծ փոփոխություն եղել է 2022 թվականից սկսած, դա որ ամենայն հայոց կաթողիկոսը չի մասնակցում պետական արարողակարգային միջոցառման, այսինքն չի հրավիրվում, որովհետեւ մայրաթորից հայտնել են, որ դեռևս չի եղել դեպք, որ ամենայն հայոց կաթողիկոսը ինքը մերժի պետական որևէ միջոցառման մասնակցության հրավեր։ Այսինքն այսօր ապրիլի 24-ին, որ կաթողիկոսին մենք տեսել ենք առանձին հոգևոր դասի եւ հավատացյալների թափորով Ծիծեռնակաբերդի համալիրում, այլ ոչ պետական պաշտոնյաների հետ, պատճառը ոչ թե այն է, որ Գարեգին երկրորդ վեհափառն է մերժել, այլ որ իրեն, ինչպես նախորդ դեպքերում, ամենայն հավանականությամբ չեն հրավիրել։ Իսկ այն պահից, երբ որ եկեղեցին պահանջել է վարչապետի հրաժարականը, նա չի հրավիրվում։ Իսկ մենք տեսել ենք պետական արարողակարգի ավանդույթներով, որ ոչ միայն ամենայն հայոց կաթողիկոսը պետության մյուս ղեկավարների հետ միասին է գտնվում համալիրում այդ ժամին, այլ նաև իր հանդիսապետությամբ մատուցում է հոգևոր կարգ հիշատակ նահատակների։ Առավել եւս 2015 թվականից հետո, երբ որ
Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին որոշում կայացրեց սրբադասել հայոց ցեղասպանության զոհերին, ովքեր նահատակվել են հանուն իրենց հայրենիքի եւ հանուն իրենց քրիստոնեական հավատքի, այսինքն եկեղեցու դերը հատկապես հայոց ցեղասպանության նրանց զոհերի վկայակոչման այլևս սրբերի բարեխոսության աղոթքի ակնկալիքի իմաստով էապես փոխվել է 15 թվականից ի վեր, բայց կաթողիկոսը, ինչպես տեսնում ենք, չի հրավիրում։ Սա էլ է շատ կարևոր վերաբերմունք, որովհետև եկեղեցու արժեբանական հիմքում էլ է, չէ, դրված ցեղասպանության ճանաչման դատապարտման գործում պետությունից բացի եկեղեցին նաև իր առաքելությունն է մշտապես ունեցել, եւ սա վերաբերմունքի հստակ դրսևորում է։ Ինչ վերաբերում է Հողերձին, այո, լրիվ ճիշտ էին քո արձանագրումները, որ այնտեղ նաև չկա որևէ դատապարտող բան, որ Հայաստանը դատապարտում է, որ այդ արդար դատին հետևելու է, որ դա պետական քաղաքականության մեջ շարունակելու է մնալ ու անմիտ ցնդաբանություններ, ասենք սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա, այս տերմինները օգտագործում հայոց ցեղասպանության տարելիցի ուղղությամբ, ի՞նչ կապ ունի սահմանները ցեղասպանության, իրողության հետ, միջազգայինորեն ընդունված սահման, երբ որ ինքը ոչ մի երկրի հետ Հայաստանը դեռևս սահմանների պայմանագրեր չունի, ինչի մասին է ինքը խոսում, ինչ կապ ունի այդ ամեն ինչը դրա հետ։ Դեպ ասեմ, ես չգիտեմ օրվա ընթացքում կդնեն դա թե չէ, բայց ես ամենայն դեպս կեսօրին էր արդեն այդ արձանագրումը արել էի ապրիլի 24-ին, որ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի չկա։ Ու վկայակոչեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձ ուղված հայոց պատրիարքին Կոստանդնոպոլսի եւ Թուրքիայի հայ համայնքին, բայց Հայաստանի Հանրապետության նախագահի ուղերձ ապրիլ 24-ին առհասարակ գոյություն չունի։ Կա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայատար գրառում, կա Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձ Պոլսո հայոց պատրիարքությանը եւ Պոլսո հայ համայնքին, բայց այո, Հայաստանի Հանրապետության նախագահի ուղերձ չկա, նա հավանաբար ավելի կարևոր գործերով է զբաղված։ Ինչ վերաբերում է Էրդողանի ամենամյա դարձած ուղերձների բովանդակությանը, ապա մոտավորապես 15 տարի առաջ, երբ եւ մենք եւ թուրքերը սկսեցինք պատրաստվել հայոց ցեղասպանության մեկդարյա տարելիցին եւ բնականաբար յուրաքանչյուրի իր ճակատը ուներ աշխատելու, թուրքերը սկսեցին պաշտոնական մակարդակի վրա դնել տեղի հայ համայնքի, հատկապես պոլսեցիների հետ իրենց հարաբերությունները, ասենք օրինակ Էրդողանը արդեն նախագահի կարգավիճակում 2014 թվականից ի վեր սկսեց ամեն տարի ապրիլի 24-ին գնալ Պոլսո հայոց պատրիարքություն։ Այն ժամանակ Արամ arczepiskopos Աթեշյանն էր պատրիարքի տեղապահը եւ ընդունելության էր արժանանում Ստամբուլի նահանգապետի հետ միասին Էրդողանը քանի անգամ ապրիլ 24-ին գնացել է այնտեղ։ Ճիշտ է 2015-ի ապրիլ 24-ին կազմակերպեցին, այո, այդ Չանակ Քալեի կամ Գալիպոլի տոնակատարություն, հրավիրելով, ասենք օրինակ Արքայազն Չարլզին, զուգահեռաբար Երևանում 4 պետությունների առաջնորդներ, որոնցից 3-ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, 2-ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Ֆրանսուଆ Օլանդը եւ Վլադիմիր Պուտինը, այդ մակարդակով ենք մենք նշել հայոց ցեղասպանության տարելիցները, այդպես են կազմակերպվել հիշատակման հազարավոր միջոցառումներ։ Իսկ հիմա շրջաբերականներ են գնացել արտգործնախարարությունից բոլոր դեսպանատներին, հնարավորինս համեստ մեղմ հիշատակելու, որևէ հավաք չանելու, չաջակցելու տեղի այն հայկական համայնքներին, որոնք ասենք Թուրքիայի դեսպանատան շենքերի առջև պիտի ինչ-որ հավաքներ անեն եւ այլն։ Այսինքն մեծ հաշվով Թուրքիայի եւ Հայաստանի դիվանագիտական կորպուսների վարվելակերպում որևէ տարբերություն չկա։ Էրդողանի ուղերձը ո՞րն է։ Ասում է 1915 թվականին տեղի են ունեցել ցավալի իրադարձություններ, որոնք հանգեցրել են երկկողմ զոհերի։ Ընդ որում այս տարվա իր ուղերձում նա խոսում է ընդհանուր համաճարակից զոհերի մասին, այսինքն ոչ միայն պատերազմական գործողությունների, ոչ միայն իբր թիկունքում հայերի կրած կորուստների, այլև իբր համաճարակներից։ Դրանից ավելի սրբապիղծ մեկ էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, որը այո, հավասարության նշան է դնում զոհի եւ դահճի միջև, իդեպ անցած տարվա իր ուղերձը այդ առումով առաջինն էր, այս մեկը ավելի կատարելագործված է իրական Հայաստանի մոտիվներով, ցեղասպանության, դրա շղթողականության, դրա պատմական պատասխանատվության, դրա միջազգային ճանաչման անհրաժեշտության, դրա հետևանքների վերացման
եւ դատապարտման հետ որևէ կապ չունեցող ուղերձ։ Սա հանգիստ կարող էր իր այդ այսպես կոչված գաղափարախոսական ուղերձներից դատարկ այդ քարոզչական կրթվել է նորաձև է շարքի ելույթներից մեկը լինել, արված մատենադարանում կամ որևէ այլ տեղ, բայց ոչ երբեք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը հղված ուղերձ։ Եվ այս ուղերձը միայն ուղերձ չէ Հայաստանի բնակչությանը եւ հայ ժողովրդին, սա ուղերձ է նաեւ Թուրքիային, սա ուղերձ է նախ եւ առաջ նույն Էրդողանին, որը միգուցե իր ռեզիդենցիայի բաժիններից մեկ այլ ուղերձ է հեղինակել եւ ուղարկել Փաշինյանին, որ նա էլ Google Translate-ով թարգմանի հայերեն եւ այն տարածի Իրանումից, բայց Էրդողանի ուղերձը շատ հստակ է։ Նա ասում է, որ պատմական վիճելի փաստերը երկկողմ ցավեն, բայց մենք չպետք է լինենք դրա գերին, եւ Էրդողանը այս տարի էլ իր ուղերձում օգտագործում է այդ արտահայտությունը։ Պատմական կարծրատիպերից հրաժարումը եւ կապանքներից ազատումն է միայն տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության բանաձևը։ Մի բան, որ Փաշինյանը ուղղակիորեն երկրորդում է իր ուղերձում։ Ասում է ինչ եղել, չի եղել, կոչենք դա ցեղասպանություն, մեծ եղերն, խոսենք հետևանքներից, փորձենք դատապարտում կամ միջազգային ճանաչում անել։ Այդ էջը պիտի փակենք, որ սահմանազատված Հայաստանի էջը վերջապես կարողանանք բացել։ Ծիծաղելի է։ Դες օրինակ Դավիթ, հիմա դες մենք էլ ենք չէ մտածում, արդյոք այս թշնամությունը դա հավիտենական է, թե ինչ որ մի պահ կարող է գալ, որ իսկապես խաղաղություն հաստատվի մեր տարածաշրջանում եւ այլն։ Բարձրավոր բոլորիս ցանկությունն է, որ խաղաղություն հաստատվի, որ թշնամանքը վերանա եւ այլն։ Բայց դրա համար պայմաններ են հարկավոր։ Դες ես ինքս առաքելություն եմ իրականացրել մի երկրում, Լեհաստանում, որը սրանից 80 տարի առաջ իր երկրի տարածքում տեղի ունեցել հենց ցեղասպանություն, այսինքն այդ հոլոկոստի մասին որ խոսում են, դրա այդ մահվան ճամբարները ուրեմն նացիստական Գերմանիայի, դրանք մեծամասնություն եղել են Լեհաստանի տարածքում, այդ թվում եւ Աուշվից-Բիրկենաու կամ Օսվենցիումի համակենտրոնացման ճամբարը, որը խորհրդանշական վայրն է հանդիսանում։ Հիմա ասեք մտածում ես 80 տարի առաջ ինչ դաժանություններով են Եվրոպայի կենտրոնում, ինչ անմարդկային, աննկարագրելի, ես որ գնում եմ այդ Աուշվիցի ճամբար, այդ ազատագրման օրվա միջոցառումները, այդ կադրերը, վավերագրությունները, որ նայում ես, դա մարդկային երևակայությունը չի բավարարում այդ ամեն ինչ են կարել։ Հիմա ասես ո՞նց է հնարավոր այս ամեն ինչը վերապրած ժողովուրդները իրար մեջ համագործակցություն են, այսինքն դու պատկերացրու 80 տարի առաջ ինչ ա եղել Եվրոպայում, ինչ լայնածավալ, չէ, համաշխարհային պատերազմ, գրեթե բոլոր պետությունների ներգրավվածությամբ, ինչ ավերածություններ, ինչ կոտորածներ, ինչ ամարտկային վերաբերմունք, կին, երեխա, ամեն ինչ։ Բայց հիմա Լեհաստանը եւ Գերմանիան ոչ միայն Եվրոպական միության անդամ են, այսինքն մեկ ընդհանուր կազմում, ռազմաքաղաքական դաշինք է, նույնիսկ ռազմական քաղաքական դաշինք, բայց դա ինչի շնորհիվ է եղել, որ Գերմանիայի դաշնային կանցլերը ծնկի է իջել Վարշավայի գետոյի հուշարձանի առաջ։ Եթե դա չլներ, ո՞նց կարող ասենք լեհ ժողովուրդը կամ որևէ այլ քաղաքակիրթ ժողովուրդ կարողանա համագործակցել մի պետության կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ, որոնք չեն ընդունում իրենց նախորդների հանցանք, այսինքն Գերմանիայի եւ ժամանակակից գերմանացի ժողովրդի վեհությունը, մեծությունը ինչու՞մ է, որ իրենք են դա հանցանք համարել, իրենք են դա դատապարտել, իրենք դրա իրավահաջորդությունը չեն ընդունել, հետեւաբար մեղքի բաժինը չեն ընդունել։ Գերմանիայի ֆեդերալ կանցլեր Ջերարդ Շրոյդերը այցելել է մայիսի 9-ին Կարմիր հրապարակ եւ մասնակից եղել է հաղթանակի զորահանդեսի, հասկանում ես դա ինչ է։ Երբ որ իր հայրը այդ պատերազմի անհետ կորած է եղել, որպես գերմանական բանակի զինծառայող։ Իսկ իր անձնական վիշտն է դրել մի կողմ եւ համարել է եկել է տոնելու ֆաշիզմի դեմ հաղթանակի զորահանդեսը։ Դուք դա վեհություն է։ Պետության ժողովրդի վեհությունը։ Այսինքն մենք կարող ենք այո թուրքերի հետ բարեկամության ինչ որ մասին, բայց այն դեպքում երբ որ Թուրքիայի նախագահը ցեղասպանության հուշահամալիրում ծնկի իջնի այդ հուշարձանի առաջ, այլ ոչ թե ճիշտ հակառակը, այլ ոչ թե Հայաստանի վարչապետին ծնկի բերեն եւ ասեն մոռացեք այն մեղքը, մոռացեք այն սպանությունը, մոռացեք այն կոտորածը, մոռացեք այն տնազրկումը, ավելին օգնեք մեզ նոր անենք։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 28-ը ինչ որ տեղի ունեցել Արցախում,
Դա նույն ցեղասպանությունն է, որը նույն նկարագրությամբ համապատասխան է մարդիկ սպանվում են, բռնի տեղահանվում են, ունես զրկվում են, միայն ու միայն իրենց ազգային պատկանելության համար, այսինքն ոչ թե որ ինքը անհատապես ինչ-որ մի բան սխալ արել, այլ դու հայ ես, ապրում ես քո բնորանում եւ պետքա ցեղասպանվես կամ բռնի տեղահանության ենթարկվես, եւ անում են նույնը։ Եվ այդ գործողությունից 23 թվի այդ տեղահանությունից 3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը մենք խոսել ենք, դու ինքդ էիր քո մեջբերումներում այդ հնդկական լրատվամիջոցիներ չէ՞ տվեց հարցազրույցը, որ ասում են սա միայն մեր պատերազմը չի Ադրբեջանի դեմ, սա մեր պատերազմն է նաև Թուրքիայի դեմ, Թուրքիան ցանկանում է իրականացնել 100 տարի առաջվա իր մտադրությունը բնաջնջել հայ ժողովրդին։ Այսինքն ինքն է դարձել ներողություն խնդրողը։ Եվ դա անում է մեր անունից, անում է մեր ժողովրդի անունից։ Դու հիշատակեցիր հրեից ողջակիզման որոշ դրվագներ եւ գերմանացի ժողովրդի ներողությունը եւ առ այսօր շարունակվող փոխհատուցումները իրենց գործած մեծագույն ոճրի դիմաց։ Բոլոր այն մարդիկ, ում մտքով կանցնի կասկածի տակ դնել հայոց ցեղասպանության ծրագրված եւ համակարգված բնույթը ոչ թե իրողությունը, այլ դրա ծրագրված, համակարգված, շարունակական 30 տարի շարունակ նախ Համիդյան, ապա երիտթուրքական եւ ի վերջո քեմալական վարչակարգերի կողմից շարունակված եւ հիմնականում ավարտին հասցված գործողությունը։ Կարելի է խորհուրդ տալ կարդալ Վերջինե Սվազլյանի հայոց ցեղասպանություն ականատես վերապրողների վկայություններ ստվարածավալ աշխատությունը, որտեղ հազարավոր վերապրածներ, որոնք այն ժամանակ մանուկ էին, նրանց մեծ մասը իհարկե ենթադրում են բոլորը արդեն մահացել են, բայց Տիկին Սվազլյանը 60-70-ական թվականներին Մերձավոր Արևելքի տարբեր գաղթօջախներում, նաև անձնական շատ փորձությունների ենթարկվելով, հավաքագրել է այդ արժեքավոր հուշերը եւ մեկտեղել ու իմի է բերել մի այնպիսի գրքում, որի անգլերեն թարգմանությունը եւ այդ գրքի առաջին օրինակը անձամբ նվիրել է Թուրքիայի նախկին վարչապետ եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին Երևանում։ Դա 2014 թվականին էր, ես դա տեսել եմ իմ աչքով։ Այն ժամանակ մենք այսպիսի դիվանագիտություն ունենք։ Թուրքիայի այն ժամանակ արտգործնախարար, հետո դարձավ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն գալիս էր Երևան, այսպես կոչված ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում, նրան Երևանում ընդունում էին, վատ չէին ընդունում, բայց միաժամանակ հիշեցնում էին, թե նա որ ժողովրդի ստեղծած պետություն է եկել։ Եվ նույնիսկ հիշում եմ նրա այդ աղվեսի ժպիտը, երբ ասաց ինքնաթիռում անպայման կկարդամ այս գիրքը։ Իհարկե ինքնաթիռային որևէ չվերթի ժամանակ դա անհնար է կարդալ, դրա համար շաբաթներ է պետք, ընդ որում որքան էլ ռացիոնալ փորձես մոտենալ, ապա շատ դժվար է առանց ապրոմակցման կարդալ այդ սարսափելի ծանր հուշերը։ Դու նկարագրեցիր գազախցիկները։ Դրանք որքան էլ որ հիմա հակամարտկային ու անբարոյ է հնչում, բայց կատարելագործված տարբերակներն էին մարդկանց ցեղասպանելու։ Որքան գիտեմ, գերմանացիները համատարած խաչելության չէին հանում հրեաներին փողոցներում իտես բոլորի եւ կանանց փորոտիքը չէին մորթում, որ պարզային երեխայի սեռը։ Իսկ այդ ամենը նկարագրված է Վերջինե Սվազլյանի հայոց ցեղասպանություն ականատես վերապրողների վկայությունների շարքում։ Եվ երիցս ճիշտ էր մարդկության մեծագույն թշնամիներից Հիտլերը, երբ ասում էր ով է այսօր հիշում հայոց ցեղասպանության մասին։ Ես եղել եմ Վարշավայում եւ ինքս բախտ եմ ունեցել այդ համակենտրոնացման ճամբարի պատի երկայնքով քայլելու, որը որպես հուշապատ պահպանված է քաղաքի կենտրոնում։ Եվ տեսել եմ, թե լեհերը որքան սրբորեն եւ զգուշորեն են վերաբերվում իրենց ազգային հիշողությանը։ Բոլորին պատմում են այն մասին, որ Վարշավան, որն ամբողջապես ավերված էր 45 թվականի ապրիլ-մայիսին, 0-ից վերակառուցվեց եւ այն հին քաղաքը, որը այդքան սիրում են տուրիստները, հին չէ, 80 տարի առաջ սարքված քաղաք է, փորձել են պահպանել վերակառուցված։ Այո, այնպես ինչպես Դրեզդենը, ինչպես օրինակ Փարիզի կամ նույնիսկ Լոնդոնի որոշ թաղամասեր։ Մենք ինչ ենք անում մեր պատմական հիշողության հետ։ Մեր աչքի առջև այսօր Թուրքիան դառնում է մոնստր պետություն։ Թուրքիան վերջին 100-ամյակում իր հզորության գագաթնակետին է այս պահին։ Եթե նույնիսկ թողնենք խորհրդային շրջափուլը, երբ մենք անկախ դիվանագիտություն չէինք իրականացնում, ապա անկախ Հայաստանի գոյության 35 տարիներին Թուրքիան այս պահին իր հզորության բարձրակետին է, եւ ցավոք սրտի նաեւ մենք ենք թուրքերի ձեռքը բռնած
բերել, հասցրել այդ կետին։ Երբ մենք ունենք ռազմավարական այնպիսի խորություն, բարի եւ ուղղակի եւ փոխաբերական իմաստով, որ 2009-10 թվականներին ֆուտբոլային դիվանագիտության եւ Ցյուրիխյան արձանագրությունների ժամանակ թուրքերն ասում էին գոնե 2 շրջան Արցախից տվեք, որ ադրբեջանցիների մոտ բարձերես լինենք ու կարողանանք վավերացնել այդ արձանագրությունները։ Արդյունքում իհարկե մենք որևէ շրջան չտվեցինք, իրենք էլ որևէ բան չարձանագրեցին, որը չվավերացրին։ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումն էլ եղավ պատմական 2010 թվականի հունվարի, որը ոչ ոք չի չեղարկել եւ առ այսօր այն ուժի մեջ է, եւ կարծում եմ սա հետագայում շատ կարեւոր նախադեպ պիտի լինի մեր պետության վերստեղծման ազգային իշխանության հաստատման դեպքում։ Բայց ինչ կատարվեց վերջին 7 տարիներին Հայաստանում, վերջին 5 տարում Հայաստանում եւ Արցախում ինչ կատարվեց։ Արցախի ամբողջական բռնազավթումից եւ հայաթափումից հետո, այսինքն Թուրքիայի դերևս 20 թվականին Քեմալ Աթաթուրքի կողմից գծված ազգային ուխտի իրականացման հերթական քայլը իրականացնելուց հետո, անցած տարի մի հատ էլ իրենց համար երազանք համարվող այդ կապույտ հայրենիք, ինչպես իրենք են ասում, կապույտ հայրենիքի կարևորագույն հատվածներից մեկը Սիրիան ամբողջապես վերցրին, այնտեղ դրածող համաճեկային իշխանություն հաստատեցին եւ այսպես Թուրքիայի ամբողջ պերիֆերիայով Օսմանյան կայսրության ազդեցության նախկին տարածքով մնացել է մի կտոր, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Հյուսիսային Կիպրոսներ բուծելով, իրենց անվտանգության գոտին մեծացնելով եւ ժողովրդագրական պատկերը խորապես փոխելով առաջ են գնում։ Երբ Բաշար Ասադին ոմանք այստեղ պաշտպանում էին, ես հիշեցնում եի, որ նրա հայրը Հաֆեզ Ալ-Ասադը Մերձավոր Արևելքի միակ կառավարիչն է եղել, որը 30 տարի շարունակ մեկ անգամ է ընդամենը այցելել Թուրքիա, այն էլ Ստամբուլ եւ ոչ թե Անկարա։ Ահա այդպիսի անկախ եւ ինքնաբավ քաղաքական գործիչ էր Հաֆեզ Ալ-Ասադը եւ նրա ապաշնոր եւ ապիկար որդին Բաշար Ալ-Ասադը, որը 2000-ականների կեսերին երկիրն ամբողջությամբ պարկեցրեց Թուրքիայի ոտքերի տակ։ 2000-ականների վերջին մինչև 2011 թիվ սիրիական պատերազմի սկսվելը ով եղել է Սիրիայում կփաստի ամենուրեք թուրքական դրոշներ էին։ Ամենուրեք թուրքական դրոշներ էին եւ դա լավ բանի չէր տանելու։ Դասագրքերում ամբողջությամբ հակաթուրքական կոնտենտը վերածվում էր, թուրքական լիռան մտել էր շրջանառության մեջ։ Ինչ պիտի լիներ այդ երկրի վերջը։ Թուրքիան եւ Իսրայելը մեջ արեցին այդ աննման գանձը, այդ արևելքի մարգարիտը։ Եվ այսօր այն ամեն ինչ որ կատարվում է Հայաստանում, այդ փափուկ ուժի գործադրմամբ, գիտակրթական համակարգը քանդելով, ցեղասպանությունը ուրանալով, բոլոր նախապայման պահանջները առանց վերապահման կատարելու պատրաստակամությամբ, ցավալիորեն հիշեցնում է սիրիական փորձը մինչև իրենց քաղաքացիական պատերազմը, ապա եւ այս մինչև իշխանազավթումը ահաբեկչական խմբավորման կողմից։ Բայց եթե այն ժամանակ Բաշար Ասադին հնարավոր եղավ արտահանձնել երկրից, հանել եւ տանել Ռուսաստան ու իդե Պուտինը ժամեր առաջ ասաց, որ նրան չի հանձնելու Սիրիային, ապա շատ մեծ հարց է։ Փաշինյանին որևէ մեկը պատրաստ լինելու է ընդունել թե ոչ, ու ինչ մնալու դրանից հետո Հայաստանից։ Չեմ կարծում, Փաշինյանի վերջը ես իմ տպավորությամբ դա լինելու է ադրբեջանական բանտը։ Ալիևը օգտվում է նրա բոլոր ծառայություններից եւ Էրդողանը անխնա է օգտվում է նրա այս անօգնական անպաշտպան վիճակից, օգտագործում է նրան ամբողջ ծավալով եւ հնարավորությամբ, փաստացին այսօր կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղղակի դրածոն է։ Գործատուի եւ ենթակայի հարաբերությունները նրանց հարաբերությունները։ Բայց դա չգնահատվող հարաբերություններ են, այսինքն այնպես չի, որ նրանք ի վերջո Նիկոլ Փաշինյանին պարգևատրել են Ադրբեջանի եւ Թուրքիայի բարձր պարգևներով։ Ոչ։ Նրա միջոցով նրանք կործանելու են Հայաստանի Հանրապետությունը, բնաջնջելու են հայ ժողովրդին եւ վերջում պատժելու են նաեւ իրեն։ Նույն այն մեղադրանքներով, որով այսօր պատժվում են հանիրավի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այն ինչ որ այսօր կատարվում է Բաքվի բանտերում, դա մեր պետության եւ ժողովրդի ճակատագրի ամենավճռական, ամենավճռորոշ, բախտորոշ գործընթացն է։ Մեզ արդեն սովորեցրել են այդ կադրերին, տեսնել այդ դատական process-ները, լսել պատառիկներ Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության կողմից տված հաղորդագրություն, որտեղ միակ լուսաբանման իրավասությունը այնտեղ ունի Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը, ոչ մի այլ լրատվամիջոց այնտեղ չկա, ոչ մի լրագրող չկա, ոչ մի քաղաքացի իրավունք չունի այնտեղ տեսազայնագրող սարքել մտցնի եւ այլն։ Այսինքն մեզ սովորեցրել են այդ կադրերին, բայց այն ինչ որ այնտեղ կատարվում է իրավական որպես գործընթաց,
դրա հետևանքները Հայաստանի համար ուղղակի աղետալի են։ Իսկ դրանք բոլորը վերաբերել են Հայաստանի ցանկացած քաղաքացու, այդ թվում Նիկոլ Փաշինյանին։ Բայց իր այցելությունները Արցախի ֆինանսավորումները, չէ՞, այդքան որ ասում է, ոչ մի կառավարություն Հայաստանի այդքան շատ չի ֆինանսավորել Արցախին, ոնց որ իր կառավարությունը։ Ու ինքը չի ճանաչում այդ Արցախը։ Հարց առաջանում, բա դու ում ես ֆինանսավորել։ Ինչին ես ֆինանսավորել։ Ապօրինի ռազմական ստորաբաժանումներին։ Ու դու ֆինանսավորել ես ոչ թե քո անձնական միջոցներից, որի համար մեղադրվում ասենք Ռուբեն Վարդանյանը, այլ պետական բյուջեի միջոցներից, այսինքն Հայաստանի պետությունը ֆինանսավորել է ահաբեկչական կազմակերպություն, այսինքն Հայաստանի պետությունը ահաբեկչություն ֆինանսավորող պետությունը, հասկանում ես սրա իրավական հետևանքները ինչ են լինելու Հայաստանի համար այս պաշտոնական ձևակերպումների պայմաններում։ Եթե մենք հաշտվում ենք այս ձևակերպումների հետ որպես պաշտոնական ձևակերպումներ։ Փաշինյանի հետ թուրքերը վարվելու են ճիշտ այնպես, ինչպես վարվեցին Գրիգոր Զոհրաբի հետ, որը մինչև վերջին պահը Թալեաթի, Նարդու եւ շախմատի ընկերներ։ 1915 թվականի ապրիլի 24-ին ի թիվս հարյուրավոր այլ մտավորականների Զոհրաբը եւս ձերբակալվեց, բայց ապրեց մինչև 15 թվականի օգոստոս։ 4-5 ամիս շարունակ նա ապրեց Աքսորի ճանապարհներին եւ նույնիսկ այդ ամբողջ ընթացքում, ինչպես հետո պիտի պարզվեր, կապը պահել է Թալեաթի հետ, հուսալով, որ կարժանանա նրա ողորմածությանն ու բարեհաճությանը։ Զոհրաբի կինը քանիցս անձամբ դիմել է Թալեաթին, խնդրելով իր երեսփոխան ընկերոջը ազատել կալանքից եւ տանջամահությունից։ Եվ այդ խնդրանքները ավարտվել են նրանով, որ Զոհրաբի հանճարեղ գլուխը բարիբուն իմաստով ջարդել են քարերով սիրիական անապատների ճանապարհին։ Չկան ավելի արժեքավոր վավերագրություններ ու վկայություններ, քան այդ ամենի միջով անցած եւ հրաշքով փրկված մարդկանց վկայությունները, ասենք օրինակ Երվանդ Օտյանի, որն իրոք հրաշքով փրկվել է Մեծ Եղեռնից 2 անգամ։ Եվ միայն իրեն բնորոշ ծանր հումորով հետո այդ ամենը արտացոլել իր գրվածքներում։ Օրինակ, ասենք, ամեն ինչ արժե 1910-ականներին Օսմանյան խորհրդարանի հայազգի падգամավորների ծաղրը, մեր երեսփոխանները, մեր ազգային ժողովը շարքում։ Եթե Հակոբ Պարոնյանը ապրեր մինչև այդ շրջան, նա 1891-ին է մահացել, չի տեսել Մեծ Եղեռնը, բայց եթե ապրեր, ազգային ջոջերը մի նոր ձևով կգրեր։ Այդտեղ էլ ծաղրվում էին պոլսահայ մտավորականության ներկայացուցիչները։ Որևէ տարբերություն այսօրվա մեր էլիտաների վերնախավերի հետ չկա։ Սրանք էլ ծառայամիտ, ստրկամիտ, բարոյազուր կարարածներ են, որոնց մեծամասնությանը, եթե ոչ բոլորին, հետաքրքրում է պարզապես իրենց օրվա կերը, ստամոքսի կուշտ լինելը, եւ շատ մեծ տարբերություն չկա, եթե 50 տարի առաջ Զեյնաբ Խանլարովայի հետ կարող էին համատեղ համերգներ կազմակերպել եւ դահլիճներ լցնել, այսօր տեղական արտադրության ռաբիս աստղերի մարզահամերգային համալիրում վաղնել մի նոր ադրբեջանցի աստղ կծակի եւ կլցնի այստեղի մարզահամերգային համալիրը, այստեղի մարզադաշտերը, համերգային դահլիճները, որևէ տարբերություն չկա։ Այնինչ այսօր արվում է մեր գիտակրթական համակարգի հետ, ուղղակիորեն դրա վկայությունն է։ Եվ կույր է պետք լինել այդ ամենը չտեսնելու համար, որ ասենք մեր զորամասերից, դպրոցներից ապամոնտաժվում են парքի անկյունները, որ արդեն իսկ ամոթալի եւ հետադիմական է դառնում, ասենք, ազգային ամեն արժեքի, ազգային գործիչների մասին խոսելը, ինքնապաշտպանական մարտերի մասին հիշեցնելը, ազգային ազատագրական պայքարի անհրաժեշտության մասին խոսելը։ Սա կտեսնես ինչ մեղադրանքներ են լինելու ֆիդայիների հասեին, թե նրանք ինչի են ժամանակ են ինքնապաշտպանություններ կազմակերպել, կմեղադրվեն նրանք թուրքական կանոնավոր բանակի դեմ իրականացրած ահաբեկչական գործողությունների համար։ Այսինքն մաքուր թուրքական քարոզչական թեզեր, մաքուր։ Թուրքերը եւս դա են ասում են դուք օսմանահպատակ եք, բայց ընկաք ռուսների խելքին, այդտեղ դիմադրության շարժում սկսեցիք, ընդվզեցիք, եւ ահա մենք ստիպված ենք ուղակի ձեզ որպես անբարեհույս եւ չընթարկվող տարրերի տեղահանելու կամ տարհանելու։ Հիշում ես 2023 թվականին էր Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ, ես ամենակարող ավելի շուտ էլ ա եղել, ես այդ ժամանակ եմ հանդիպել իր հրապարակային խոսքով, որ մեղադրեց ռուսներին հայոց ցեղասպանության մեջ, ասելով, որ ռուսները հետ քաշվեցին
եւ պրոռուսական կողմնորոշում ունեցող ժողովրդին մենակ թողեցին Թուրքիայի պետության եւ իշխանությունների առաջ, այսինքն մաքուր թուրքական թեզ, մաքուրագույն։ Դրանից հետո դրա հետ միասին նաեւ ասում է, որ գոյություն ունի, ես վերջերս էլ ասել եւ շատ բանտային հուշերում էլ է դրա մասին գրել, այսինքն շատ վաղուց բանտում է գրել այդ մասին։ Հիմա վարչապետի պաշտոնում նա դեր հիշում է եւ որպես պաշտոնական թեզ ներկայացնում, այսպես կոչված ցեղասպանության մեխանիկա։ Եվ ասում որևէ ժողովուրդ հնարավոր չի, որ ենթարկվի ցեղասպանության, եթե ինքը չունենա ցեղասպանության մեխանիկա։ Այսինքն հայ ժողովուրդը պարզում է մեղավոր է ըստ Նիկոլ Փաշինյանի ցեղասպանության մեջ։ Պարզում է հայերի դեմ իրականացված, հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության գործում, բացի թուրքերից մնացած բոլոր մեղավորն է թվում հայերը։ Բոլորը։ Նույնը հիմիկվա մեր իրականությունն է, չէ՞։ Արցախ-Ադրբեջանին հանձնելու հարցում պարզվում է մենք ենք մեղավոր, չէ՞։ Մեղադրեց բոլոր 3 նախագահներին, նրանց վարած քաղաքականությանը, մեղադրեց զինվորականներին, մեղադրեց կամավորականներին, կինը իրա չէր ասում, որ միայն 44 օրյա պատերազմում 11000 դասալիկ ա եղել։ Մեկ էլ Ալիևն էր ասում այդ նույն թիվը։ Բայց քննչական կոմիտեում 70։ Դատախազությունն ասել է, որ մինչև 70 քրեական գործ կա հարուցված։ Լճապացուցված։ Դա հենց մեղադրալի կարգավիճակներն են, բայց հələ ապացուցված չի։ Դե մոտավոր թիվ են ասել 70-ը եւ 11000-ը շատ մոտավոր հարևան թվեր են։ Դա մի 11000 պլյուս 11000 մինուս իրանց չափման միավորներով։ Ու սա մաքուր թուրքական տեսակետներ եւ այսօր երեք կարդացի ես նաեւ վարչապետի խոսնակ Նազելի Բլինքենի Բաղդասարյանի վարչապետի անունից արված հայտարարությունը, որ վարչապետը դատապարտում է հանրապետության հրապարակում ջայրով երթի կազմակերպիչների կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները այրելու այդ սադրիչ քայլը։ Անվանում է սադրիչ, որովհետեւ հետո երբ խնածախի արդեն տան վրա են կրակել եւ գնդակը մուտք է գործել տան ներս, դրա մեղավորը եղել են այդ պահին դրոշայրման ակցիա իրականացնող դաշնակցական երիտասարդներ։ Եթե դա չանեին, ապա խնածախի տները չէին թիրախավորվի։ Ճիշտ է, խնածախի եւ խոզնավարի տները արդեն մոտ 2 ամիս է վերջերս կրակել էին մինչեւ ապրիլի 23-ը, բա դա ինչ են արել։ Դա հավանաբար այն օրն էր, երբ դաշնակցական երիտասարդները հայտարարեցին, որ պիտի իրազեկման ակցիա են երևի արել, պլակատներ են կպցրել երևի Երևանի փողոցում։ Ես լրիվ հասկանում եմ, օրինակ Նիկոլ Փաշինյանի մեծ ցանկությունն է տեսնել Հայաստանի դրոշը Իլհամ Ալիևի ոտքերի տակ։ Այդ իր ցանկությունը իրականացել է քանիցս։ Ու դրա վերաբերյալ երբևէ ինքը դատապարտող հայտարարություն ոչ ինքը կարծում եմ միայն խրախուսական։ Ոչ տիկին Բլինքենը չեն արել այդ կապակցությամբ։ Երբ որ Հայաստանի խորհրդանիշն է հայտնվում Ադրբեջանի նախագահի ոտքերի տակ, անարգվում, նա շատ կուզենար օրինակ տեսնել Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները հանրապետության հրապարակում ոչ թե այրվելիս, այլ ծածանվելիս, ասենք հանդիպակաց շենքի գագաթին, ոնց որ մի կողմ, բայց Հայաստանը չգիտեմ, այդ դեպքում կմնա թե չէ։ Ամենայն դեպս Ստեփանակերտի վերածննդի հրապարակում, երբ իր շնորհիվ հայտնվեցին Ադրբեջանի դրոշները, եւ Շուշիում իր շնորհիվ հայտնվեց Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները, որոնք ոչ թե այրվում էին, այլ ծածանվում, դրա հետ կապված ինքը դատապարտող որևէ բառ, որևէ նախադասություն չի ասել։ Երբ 2023-ի հոկտեմբերի սկզբին Իլհամ Ալիևը առաջին անգամ այցելեց բռնազավթված Ստեփանակերտ, այնինչ իրենք անվանում են Խանքենդի, եւ մուտք գործեց նախագահական պալատ, որը դերևս խորհրդային տարիներից Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի գրասենյակն էր։ Նա ցուցադրաբար տրորեց ոտնակով խարեց Արցախի հանրապետության պետական դրոշը, որը նույն Հայաստանի դրոշի սիմվոլիկան է։ Հետո էլ մտավ Արցախի հանրապետության նախագահի աշխատասենյակ, բացեց պատուհանները, արհամարական ժեստ տարեց, իբր թող օդը մաքրվի։ Աշխարհում հավանաբար չկա երկրորդ այսպիսի առաջնորդ, որը նման մանկապարտեզային մակարդակի տղայական նեղացկոտության դրսևորումներ կանի։ Դա որևէ հաղթող պետության առաջնորդի սազական բան չէ։ Դու պատկերացնում ես, ասենք օրինակ Ռուսաստանի նախագահը
Նույնիսկ Ուկրաինայի նախագահ Զելենսկին, Ստալինը դες բան չի խեղկատակ է եւ ծաղրացու։ Օրինակ ասենք Ստալին, գիտես դա ինչից է, ես դու լրիվ ճիշտ են քո արձանագրումները, որովհետեւ ինքը բոլորից լավ գիտի, չէ, որ ինքը հաղթանակով չի տիրացել այդ ամեն ինչին։ Ինքը գիտի, որ դրան ինքը տիրացել է գործարքով։ Ալիևը կարծում եմ այս երկրագնդի վրա բոլորից լավը գիտի, թե ինքը ոնց է տիրացել Ստեփանակերտին։ Հաղթանակով տիրանալու դեպքում դες չեն անում։ Տենց անում են, երբ որ իրենք գիտեն, թե իրանց որովհետև աշխարհի ոչ մի երկրի մայրաքաղաքի գլխավոր նստավայրը զանավեսկ կախած խալիներով, գույքով չի հանձնվում ճշնամուն։ Ես սա հիշեցի, որովհետև Արցախի դրոշի Արցախի կարևորագույն շենքում պետական նշանակության, այսինքն նախագահի նստավայրում Արցախի հանրապետության պետական խորհրդանշանի պղծմանը որևէ դատապարտող հայտարարություն այո չհաջորդեց։ Ընդ որում դա մեծ հաշվով Հայաստանի հանրապետության պետական խորհրդանշանն է, որևէ տարբերություն չկա։ Գույները նույնն են, դրոշը ամբողջապես նույնական է։ Նաև նկարագրությունը։ Ուզում եմ մեկ բան էլ հիշեցնել։ Ինչ ասաց նա այս տարեսկզբին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Սա ոչ միայն Էրդողանի պես հավասարության նշան է դնում հայոց ցեղասպանության ժամանակ զոհի եւ դահճի կարգավիճակների միջև, այլև հավասարության նշան է դնում Արևմտյան Հայաստան եւ Արևմտյան Ադրբեջան արտահայտությունների միջև, պնդելով, թե իբր Ադրբեջանը Հայաստանն անվանում է Արևմտյան Ադրբեջան, քանի որ մենք Արևելյան Թուրքիան անվանում ենք Արևմտյան Հայաստան։ Ամբողջ պատմագիտական հանրույթը ուշ միջնադարից սկսած շրջանը, երբ բացառապես կամ գերակշիռ մեծամասնությամբ հայերով բնակեցված այդ հատվածը ներառվել է Օսմանյան կայսրության կազմի մեջ եւ մինչեւ 20-րդ դարասկիզբ եղել է գերազանցապես հայաբնակ, անվանում է Արևմտյան Հայաստան, ընդ որում առանց որևէ միտումի, զուտ աշխարհագրական սկզբունքով, քանի որ 1555 ապա եւ 1639 թվականին Սեֆյան Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության միջև Հայաստանի բաժանմամբ առաջացել է այո Արևմտյան Հայաստան եւ Արևելյան Հայաստան։ Վերջինը 1828-ին անցել է ռուսական կայսրության կազմ, իսկ Արևմտյան Հայաստանը մինչև 20-րդ դարասկիզբ, մինչև Օսմանյան կայսրության ավարտը, մինչև հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստան էր։ Դա ոչ թե հայազգի պատմաբանների know-how-ն է, մի արտահայտություն, որ ինքը շատ է սիրում օգտագործել իր կրթվել են օրաձև է ֆլեշմոբերում եւ արշավներում, Տգետների դպրոց, այլ համաշխարհային պատմագիտական մտքի արտահայտությունն է։ Նա դրանից էլ է հրաժարվում։ Ավելին, բոլոր աշխարհագրական դասագրքերում կա հայկական բարձրավանդակ կամ հայկական լեռնաշխարհ արտահայտությունը։ Դա ռուսերենում էլ կա, արմյանսկայ նագորիա։ Եվ աշխարհի բոլոր լեզուներում կա։ Ես ենթադրում եմ, որ այս տեմպերով Փաշինյանը շուտով առաջարկելու է աշխարհագրական համաշխարհային ասոցիացիային կամ քարտեզագրության կենտրոններին անվանափոխելու հայկական բարձրավանդակ կամ հայկական լեռնաշխարհը, քանի որ այն ցավոք սրտի իրական Հայաստանի կազմում չէ, այլ պատմական Հայաստանի կազմում է։ Եվ քանի որ ասենք հայկական Տավրոսի լեռները, որը ֆանտաստիկ լեռնաշղթա է, Արևմտյան Հայաստանում ճամփորդած ցանկացած անձ գիտի, կամ հայկական Պարը, կամ հազարավոր այլ հայկական հայանուն բնակավայրեր մեր քարտեզների վրա եւ ոչ միայն մեր նշված են իրենց իրական անուններով եւ ոչ թե թյուրքացած, ապա շատ լուրջ խնդիր է սա Փաշինյանի համար։ Փաշինյանը աշխարհի այն առաջին առաջնորդն էր, որը միանգամից անսած Ռեջեփ Թայիպ Էրդողանի խնդրանքին եւ անգլալեզու Turkey բառը փոխեց Թուրքիե ձևով, այնպես ինչպես Թուրքիան սկսել է իրեն ներկայացնել համաշխարհային ասպարեզում։ Ես բացի մեկ էլ Ադրբեջանից ես չգիտեմ որևէ այլ երրորդ երկիր, որ այդքան մեծ ինտենսիվությամբ իր արտգործնախարարության կայքի անգլերեն տարբերակում էլ Turkey-ին վերանվանի Թուրքիե, այնպես ինչպես պահանջում է Էրդողանը։ Նույնը վերաբերում է այդ ճանաչման հետ կապված իր այդ գիտությունից բխող մեկնաբանություններին։ Դες ինքը հարցը չէ դնում։ Կարծեմ էլ այդ հայ համայնքի հանդիպումներից մեկի ժամանակ էր։ Սմայից հարց առաջանում։ Իսկ ինչի օրինակ հայոց ցեղասպանությունը չեն սկսել ճանաչել 39 թվականից, այլ են ճանաչել 50-ական թվականներից։ Չէ՞ որ այդ ցեղասպանությունը եղել է 1915 թվականին։ Իսկ ինչի են ավելի ուշ սկսել դրա մասին ճանաչել։ Այդ նույն բանն է, ոնց որ հայտնվի երկրորդ ապուշը
Եվ ասի, քանի որ հոլոկոստը եղել է երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Ռաֆալ Լեմկինը ինչի՞ է նույն օրը չի հեղինակել ցեղասպանության եզրույթը, այլ դարել է մի քանի տարի անց։ Հարց առաջանում։ Է չէ՞ որ այդ իրադարձությունները այն ժամանակ են եղել, Լեմկինն էլ այն ժամանակ եղել։ Կարող է ինչ-որ մեկը պատվիրել է քաղաքական շարժառիթներից ելնելով, որպեսզի դա այսինքն այդ ցնդաբանության իմաստը ո՞րն է։ Իսկ Գերմանիան ցեղասպանությունը ճանաչել է 2016 թվականին, ոչ թե 1950-ին ճանաչել է այնք խորհրդային միությունը, չէ՞։ 60-ական թվականներից սկսվել է ցեղասպանության համար այդ ժողովրդական շարժումը, կառուցվել է հայոց ցեղասպանության հուշահամալիրը, դա կառուցվել է նաև համաժողովրդական մասնակցությամբ, ես վավերագրական այսօր, քանի որ նյուզֆիդը բերում է, չէ՞, տարբեր տեսանյութեր, բաներ, ասենք վավերագրական տեսանյութեր խորհրդային ժամանակների, թե ոնց է նախագծվել, ոնց է կառուցվել հուշահամալիրը։ Մարդիկ ավտոբուսներով նաև այս հայրենադարձ եղած մեր հայրենակիցներ, ովքեր եկել են Հայաստանում ապրելու, որպես կամավորներ, պատկերացնում ես։ Բացի դրանից դա պետական սովետի վաղ ոնց կարա պետությունը չկա, պետությունն է որոշել, պետական շինտրեստ է կառուցում, բայց մարդիկ ավտոբուսներով կամավոր եկել են շին հրապարակ, մոտեցել են աշխենքին, ասում են մի բան ասա, մենք անենք։ Շինարարական աղբը տեղափոխենք, ասում են եթե ուրիշ անելու բան չկար, հայրենասիրական երգեր էին երգում։ Այդ հուշարձանը որպես սրբավայր է կառուցվել խորհրդային իշխանության տարին։ Հիմա ասում հարց առաջանում, իսկ ինչ են դարել։ Իսկ ինչ են գերմանացիները ընդհանրապես 101 տարի հետո ճանաչել։ Իսկ Լեհաստանը չէ 2005 թվականին Սեմը բանաձև ընդունել այոց ցեղասպան։ Չէ՞ որ դա շուտ էր եղել։ Կարող է ինչ-որ մատ քաղաքական բաներ կա։ Միացյալ Նահանգները կոնգրեսն չի 2021 թվականին բանաձև ընդունեց։ Նախագահ ցեղասպանություն եզրույթը Ջո Բայդենը իր ապրիլ 24-յան ուղերձում ցեղասպանություն եզրույթ։ Կարող է ինչ-որ մատ թուրքերի հետ կապված S400-ների առնել ծախելու խնդիր կար դրա պատճառով դա։ Ինչ ասելու բան է։ Ամեն պետություն, ամեն ժողովուրդ մի ժամանակաշրջանում իր վերաբերմունքն արտահայտել է։ Շատերը նոր պիտի արտահայտեն։ Դա գործընթաց է, որ իր ժամանակի մեջ է։ Ինչ ես դրանով դու ուզում ասես։ Կամ իշխանական падգամավոր այդ Անդրանիկ Քոչարյանը։ Քարորյա պատերազմի հանգամանքներ ուսումնասիրող հանրաժողովի նախագահ, 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանրաժողովի նախագահ, 44 օրյա պատերազմի իրենց ասած թվով զոհվածների անուններ չեն հրապարակել, այսինքն ինչքան զոհ որ պետությունն է ասել 44 օրյա պատերազմի, այդքանի անուն հələ չի հրապարակվել։ Ես մի հատ ուսումնասիրություն էի, 1000-ից ավել տարբերություն կա իրենց ասած պաշտոնական թվի եւ իրենց հրապարակած անունների թվի միջև։ Հիմա ասում է պետք է իմանալ, պարզել 110 տարի առաջ զոհվածների անուն, ազգանուն, հայրանունները հասցե հեռախոսի համար երևի email-ի հասցե։ Որպեսզի հասկանանք, արդյոք դրանք 1.5 միլիոն են, թե միգուցե մաքուր թուրքական տեսակետներ են։ Այսինքն այլևս որևէ առիթ կամ լրացուցիչ ապացույց մեզ անհրաժեշտ չի համոզվելու համար, որ մենք գործ ունենք թրքական, ադրբեջանա-թրքական վարչակազմի տիրապետության տակ։ Հավաստիանալու համար, որ հայոց ցեղասպանության ծրագիրը պիտի ավարտին հասցվեր եւ դրան խանգարեց ընդամենը Օսմանյան կայսրության պարտությունը եւ ելիթուրքերի ղեկավարության փախուստը այդ երկրից, հարկ է անդրադառնալ նաեւ Արևելյան Հայաստանի ճակատագրին։ Եթե բացառապես արևմտահայության տեղահանությունն ու կոտորածն էր Օսմանյան կայսրության, ապա եւ քեմալական Թուրքիայի նպատակը, ապա ինչու նախ 1918, ապա 1920 թվականին թուրք-հայկական երկու պատերազմ սանձազերծվեց։ 20-ին ընդհանրապես ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը Գյումրի քաղաքով զավթվեց քեմալական ուժերի կողմից, եւ Քեմալ Աթաթուրքը Հայաստան ներխուժած թուրքական զորախմբի հրամանատար գեներալ Քազիմ Կարաբեկիրին հերագրում էր ֆիզիկապես եւ բարոյապես բնաջնջիր Հայաստանը։
Սա այն Հայաստանն էր, որի պատերի տակ 100,000-ավոր գաղթական որբուկներ էին, որտեղ տղամարդիկ հաշվված էին, որտեղ բոլորը Արևմտյան Հայաստանի գաղթական ունեզուրկ, տնազուրկ եւ բարոյալքված փաստորեն մազապուրց Արևելյան Հայաստան հասած մարդիկ էին, բայց նույնիսկ այս մարդկանց հետ թուրքական պետությունը արդեն իդեմս Քեմալի խնդիր ուներ եւ Բաթումի համաձայնագրի կոմպլեքսը այդ համաձայնագրի կնքումից մոտավորապես 108 տարի անց 107 տարի անց 1918 թվականի հունիսի 4 ուղեկցում է Թուրքիայի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարությանն էլ, որ հայերը պիտի շնորհակալ լինեն Թուրքիային, որ իրենց հնարավորություն են տվել այս մի բուր հողի վրա այս արևի տակ իրենց տեղն ունենալու։ Եվ այդ նույն կոմպլեքսը Թուրքիային, Թուրքիայի 90-ականների իշխանություններին, եւ Թուրգոտ Օզալին, եւ Սուլեյման Դեմիրելին, եւ Թանսուչիլերին, որը կին վարչապետ էր այդ երկրի, ուղեկցել է, եւ այսօր առավել քան մեծ ծավալով եւ նկրտումներով ուղեկցում են այ Էրդողանին։ Ուղղակի այն ժամանակ շատ հանգամանքներ ուրիշ էին։ Երկրի իշխանությանը օկուպացիոն վարչակարգ չէր, կոլաբորացիոնիստներ չէին, Վազգեն Սարգսյան կար երկրում, որ ազատամարտեր ղեկավարում, բայց որի եղբայրը դատապարտում է Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների բայց չի դատապարտում իր եղբոր երբեք Հուշարձանի անարգանքը։ Դա երևի կողջունի։ Այնպես ինչպես Իլհամ Ալիևը կողջունի, մեկ էլ Արամ Զավենի Սարգսյանը կարա դա ողջունի։ Այն ժամանակ կար Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստան, որի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, որտեղ կար պաշտպանության նախարար Մարշալ Շապոշնիկով, որը կարող էր հեռախոսավերցնել, զանգահարել Թուրքիա եւ զգուշացնել, որ Հայաստանի վրա ցամաքային հարձակման դեպքում երրորդ համաշխարհային պատերազմ կսկսվի։ Սրանք Հայաստանում հավատարմագրված Հունաստանի նախկին առաջին արտակարգ եւ լիազոր դեսպանի հուշերն են գրառված եւ տպագրված գրքի տեսքով, ոչ թե երևակայական պատմություններ կամ անձանց հետ բանավոր շփումների արդյունք, այլ դիվանագիտական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի գրավոր հուշերն են 93 թվականի զարգացումների վերաբերյալ, երբ Արմավիրի մարզ ցամաքային ճեղքման լուրջ ռիսկ կար Թուրքիայի Հանրապետության կողմից, բայց հայաստանյան դիվանագիտությունը եւ նախկին բոլոր վարչակարգերը հաջողել են Թուրքիայի հետ ավել կամ պակաս արդյունավետությամբ, ավել կամ պակաս ինտենսիվությամբ, բայց աշխատել այնպես, որ մեր բոլորի գլուխը առնվազն կախ չլինի։ Արժանապատվորեն են բանակցել, ընդ որում Փաստորեն Էրդողանը ավելի քան 20 տարի այդ երկրում իշխանության է այս կամ այն կարգավիճակով։ 2003-ից նրա ղեկավարած Արդարություն եւ Զարգացում կուսակցությունը իշխանության է, 2005-ին նա արդեն վարչապետ էր։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ նա արդեն նամակագրական շփման մեջ է եղել։ Եվ 2005 թվականին ցեղասպանության 90-րդ տարելիցի օրերին նամակ է ուղղել Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանն էլ պատասխանել է Էրդողանին, մերժելով նրա նախապայմանները։ Պատմաբանների հանձնաժողով ձևավորելու միտքը, որ այն ժամանակ արդեն չարչարկվում էր։ Փարքաստու կան կադրեր տեսել ենք նաև առաջին նախագահ։ Բայց հիմա այդ թեման էլ չկա։ Հիմա ասկի պատմաբանների թեման էլ չկա։ Հիմա ամեն ինչը տրվում է մոռացության։ Հիմա ամեն ինչ թուրք պատմաբաններն են որոշում արդեն։ Հիմա որոշում են թուրք պատմաբանները։ Պատմաբանները չէ, թուրք քաղաքական գործիչները որոշում են, տալիս են հանձնարարություններ Հայաստանի իշխանություններին եւ Հայաստանի իշխանությունները ապահովում են այդ հանձնարարությունների կատարումը։ Հիմա շատ հեշտ է։ Այլևս ոչ մասնագիտական, ոչ քաղաքական որևէ խնդիր չկա։ Մեր օկուպացված է Հայաստանի իշխանությունը, դրանից ոչ իմիջիալուց ասեմ, այս ամեն փոփոխություն եղել է 44 օրյա պատերազմից հետո, իսկ 44 օրյա պատերազմից հետո ոչ Թուրքիայի ազգային անվտանգության դոկտրինն է վերանայվել, որտեղ Հայաստանը դիտվում է իրենց համար իբրև վտանգ, անվտանգային վտանգ ներկայացնող պետություն։ Ոչ Ադրբեջանի անվտանգային դոկտրինն է փոխվել, որ Հայաստանը իրենց համար ընկալում է իբրև թշնամական պետություն։ Եվ ոչ էլ Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունն է փոխվել կամ կառավարության ծրագիրը։ Իսկն երեք երկրներում էլ իրավական, օրենսդրական առումով ռազմավարական մոտեցումների առումով ոչինչ չի փոխվել։ Փոխվել է միայն Հայաստանի իշխանությունների մտադրությունը։ Այսինքն իշխանություններ չի փոխվել։ Նույն մարդիկ են, որոնք եկել են այլ խոստումներով, այլ ծրագրերով, իրենք անգամ հեղինակել են այլ տիպի օրենսդրություն, որը մինչև հիմա գործի մեջ է, 20 թվականի Հայաստանի ռազմավարական անվտանգության ռազմավարությունը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Եվ այդ ռազմավարական փաստաթղթում Թուրքիան դիտվում է որպես Հայաստանի համար անվտանգային սպառնալիքներ ներկայացնող պետություն։ Կառավարության գործունեության ծրագրում հայոց ցեղասպանության վերաբերյալ գլուխ կա եւ ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Այս գլուխն է։ Չէ։ Այս գլուխը փոխվել է։ Այսինքն դրա միջի պարունակությունը։ Չէ, այն բռնած գլուխը, այն իր ձեռքը բռնած գլուխը։ Հիմա ըստ էության Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը փոխարինել է Էրդողանի գլուխը։ Էրդողանի գլուխը, իսկ այդ Փաշինյանի ձեռքի մեջ եւ նրա կրծքին սեղմած ծվարած։ Այնտեղ ավելի կարևորը դրա միջի պարունակությունն է գրքի։ Եվ գրքի վերնագիրը ավելի արդար աշխարհ հնարավոր է, սա գրում է Էրդողանը։ Իսկ բովանդակությունն այն է, որ այդ ավելի արդար աշխարհում Թուրքիան պետք է ունենա այլ դիրք, այլ հնարավորություններ, որոնք կարող են լինել միայն Հայաստանի բնաջնջման, Հայաստանի կործանման եւ հայ ժողովրդի ցեղասպանության հետևանքով։ Մեր երկարաժամկետ հեռանկարը իհարկե Հայաստանում ազգային անվտանգության գործունակ համակարգ ձևավորելն է, բայց քանի դեռ դա չի հաջողվել եւ կոլաբորացիոն վարչակարգը շարունակում է մնալ իշխանության։ Պետք է յուրաքանչյուրը հոգ տանի իր սեփական անվտանգության ապահովման համար, իսկ այդ հարցում նրանց համար լավագույն գործընկեր կարող է լինել մեր գործընկերը Pantera Security մասնավոր պահնորդական ընկերությունը, որը ունի բավարար փորձառություն, բավարար գիտելիքներ, բավարար հմտություններ, պրոֆեսիոնալ աշխատակազմ եւ ապացուցված հնարավորություններ ապահովելու ցանկացած անձի, անհատի, ընտանիքի, գույքի, սեփականության, բեռների, փոստի ապահովությունը, ինչպես ավանդական մեթոդներով, այնպես էլ ժամանակակից տեխնոլոգիաներով։ Դրա համար պետք է մանրամասն տեղեկություններ հայտարարել pantera.am պաշտոնական կայքից եւ համագործակցության համար անմիջապես զանգահարել 010 53 78 50 հեռախոսահամարով։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ճակատ ոդկասթի 85-րդ թողարկումն էր 168 ժամի YouTube-յան էջում։ Երկու ճակատներս Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանս ամփոփեցինք եւ վերլուծեցինք հայոց ցեղասպանության շաբաթը եւ հիշատակման միջոցառումները։ Կհանդիպենք մյուս ուրբաթ 21-ից 21-ին։ Ցտեսություն։